Ամիսներ առաջ «Վերջին զանգ» հեռուստասերիալի գլխավոր դերակատար Լևոն Մկրտչյանն ու դերասանուհի, ռադիոհաղորդավարուհի Էվելինա Ստեփանյանը ամուսնացան։ Ապրիլի 29 Սուրբ Հարության տոնին նրանք միմյանց հարատև, վեր և հնասենդ լինելու խոստում տվեցին։ Զույգը հայկական ավանդական հարսանիք էր կազմակերպել։ Նախ նորապեսան գնացել էր հարսի տուն, ապա նրանք միասին ուղևորվել էին վաղաշաբաթ, պսակադրվել Սուրբ Գրանե եկեղեցում և փոխանակվել ամուսնական մատանիներով։ Նորապսակներն իրենց միությունը հարազատների, ընկերների և գործընկերների հետ էին նշել երևանյան շքեղ ռեստորաններից մեկում։ Հարսեն և խնջույքի ընթացքում Էվելինան հանդես էր եկել յուրօրինակ հարսի պարով։ Զույգը հասցրեց երեկոյի ընթացքում նաև միասին երգել։ Լևոնի ու Էվելինայի հարսանիքին ներկա էին սերիալային գործընկերները, այդ թվում պրոդյուսեր, հաղորդավարուհի Դիանա Գրիգորյանը։ Նշենք նաև, որ այսօրից ի վեր համացանցում ակտիվորեն տարածվում են այս զույգի հարսանեկան կադրերը։ Այս զույգը կարծես թե համարվում է հայկական շոու-բիզնեսի ամենաշատ քննարկվող զույգերից մեկը։ Էվելինայի հարսանեկան կերպարը մեծ իրարանցում էր առաջացրել համացանցում, քանի որ այն աչքի էր ընկնում իր անսովոր և յուրօրինակ տեսակով։ Էվելինան ու Լևոնը արդեն մի քանի ամիս է ամուսիններ են։ Օրեր առաջ Լևոնն ու Էվելինան կիսվեցին ինստագրամյան հարթակում մի հոլովակով, որտեղ Լևոնը գրկում էր Էվելինային, իսկ Էվելինայի ձեռքում հղիության մասին պատմող լուսանկար էր։ Սակայն կարճ ժամանակ անց հայտնի դարձավ, որ զույգը պարզապես նկարահանվել է տեսահոլովակում։ Սակայն այս տեսանյութը մեծ իրարանցում էր առաջացրել համացանցում այնքանով, որ զույգի բալիկը սպասված էր ոչ միայն իրենց, այլ նաև հանրության կողմից։ Խոսակցություններ էին հնչում այն մասին, որ միգուցե Էվելինան իրականում հղի է և այս տեսահոլովակում նկարահանվելն էլ պարզապես պատահականություն չէ։ Զույգը, սակայն, այս մասին դեռևս որևէ խոստովանությամբ հանդես չի գալիս, իսկ մեկնաբանություններում շատերը հետաքրքրվում են, թե երբ կարելի է տեսնել սիրված զույգին արդեն ծնողների կարգավիճակում։ Մենք առանձնացրել ենք Էվելինայի և Լևոնի շքեղ և ուրախ հարսանիքից մի քանի կադրեր, որոնք ներկայացնում ենք մեր ընթերցողներին։